առավոտ սիրելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությամբ մենք շատ ջերմ տրամադրությամբ նորից սկսում ենք բարի առավոտը։ Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր հեռուստադիտողներին, մենք ձեզ խոստանում ենք մշակութային, գրքառատ եւ շատ հետաքրքիր զրույցներ։ Սակայն մինչև զրույցներին անցնելը շտապ եմ տեղեկացնել, թե այսօր ինչ նշանակություն ունի։ Այսպիսով դեկտեմբերի 6-ը շատ երկրներում, հատկապես եվրոպական երկրներում նշվում է որպես Սուրբ Նիկոլասի տոն։ Սա ամանորյա հրաշքի մի մասն է, որը առատաձեռնության, բարության ու նվիրատվության խորհրդանիշի օրն է։ Իդեպ նշեմ, շատ եվրոպական երկրներում հենց այսօրվանից էլ փոքրիկները սկսում են ամանորյա նվերներ ստանալ, սպասելով ամանորյա ամենամեծ հրաշքին։ Դե իսկ մեր զրույցները այսօր այս պահին գրքի շուրջ են, գրքի վերաբերյալ են։ Լույս է տեսել Սամվել Գևորգյանի Mindset Code օրվա քորիթմը գիրքը, որը հավակնում է դառնալ շատերի օրվա մեծագույն խորհրդատուն։ Մենք խոսելու ենք պարոն Գևորգյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գևորգյան, ո՞նց եք սկսել ձեր առավոտը, ինչպես եք։ Բարձր տրամադրությամբ, ու չգիտեի, որ այսօր տոն է, նվեր տալը։ Այո, եվրոպական շատ երկրներում մենք էլ կարող ենք մաս դառնալ ամեն դեպքում։ Այո։ Ինչպես եք սիրում սկսել ձեր առավոտները։ Տարբեր առավոտներ են լինում, իհարկե աշխատանքային առավոտներ, ոչ աշխատանքային առավոտներ, ճամփորդական առավոտներ, պարապ առավոտներ, իրենք տարբեր են ընդհանրապես, բայց այս վերջին տարիներին իհարկե բոլոր առավոտները շատ բուռն են սկսում, որովհետև կյանքի ընթացքն է արագացել, որովհետև փորձում ես ամեն ինչ վերցնել վերահսկողության տակ, որը գնալով դժվարանում է, ժամանակի կառավարումն է դժվարանում, եւ այս տեսանկյունից առավոտը, ինչպես եւ ամբողջ օրը բուռն է։ Այո, եւ շատ մեր բոլոր հյուրերի մոտ գրեթե նաեւ ձեր դեպքում շաբաթ առավոտը աշխատանքային է եւ սա էլ ձեր աշխատանքի ինչ-որ մի մասն է կազմում, մեր եթերների ներկայանալը։ Առաջին աշխատանքային հանդիպումն է այսօր ու աշխատանքային օր է, իրականում շատ լավ նշեցիք, որովհետեւ վերջին երևի 1-2 տարվա ընթացքում բացի ճամփորդական օրերից շաբաթ եւ մասամբ կիրակի օրերը հիմնականում աշխատանքային են, որովհետեւ այսօր շատ դժվար է աշխատանքը եւ կյանքը տարանջատել։ Համարյա անհնար է, նույնիսկ որոշ դեպքերում չարժե տարանջատել։ Եվ այս դեպքում աշխատանքը պիտի լինի շատ սիրելի, որ աշխատելիս նաեւ հանգստանաս եւ այդ մեկտեղումը հաճելի ստացվի։ Դե բնականաբար, այո։ Մենք խոսելու ենք գրքի մասին, որը մոտ 1 շաբաթ առաջ լույս տեսավ։ Նախ պատմեք ինչպես առաջացավ գաղափարը գրման, ինչպես ընթացան աշխատանքները, որ այսօր սեղանին ունենք եռալեզու տարբերակը գրքի։ Այո, եռալեզուն իրականում շատ ունիկալ երևույթ է հենց Հայաստանում, բայց դրա մասին կխոսենք։ Mindset Code օրվա քորիթմը գրքի գաղափարը իրականում ոչ թե մտքում ծագել իմ, այլ ինչ որ իրադարձությունների համադրություն են։ Մի քանի տարի առաջ ես Հնդկաստանում էի ու տեղական բջջային օպերատորի SIM card գնեցի ու ամեն առավոտ ստանում էի որոշակի մոտիվացիոն մտքեր տարբեր հայտնի մարդկանց կողմից գրված, արտահայտված, ասված եւ այլն։ Ու ինձ շատ ոգևորեց դա, հետո մի քանի տարի մոռացել էի դրա մասին ու մի օր միտք ծագեց իմ Instagram-յան story-ներում, Instagram-ում շատ ակտիվ եմ ես ու story-ներ սկսեցի դնել ամեն առավոտյան ժամը 8:00-ին, որը կոչվում է 8:00 reminder։ Օրվա մասին, օրվա մի մոտիվացիոն, մի ոգեշնչող, մի խելացի, խելամիտ եւ այլն նմանատիպ մտքեր ու ամեն առավոտ 2 տարի արդեն 2 անգամ եմ բաց թողել զուտ տեխնիկական պատճառներով ու 2 տարի անց գաղափարը ծագեց որ իրան վերածեմ գրքի այո որովհետեւ story-ներ սոցիալական ցանցերին ես սովորաբար ասում եմ կարծես վարձակալությամբ այդտեղ լինենք ոչ թե մեր սեփականությունն է իսկ գիրքը կդառնա մեր սեփականությունը ու որոշեցի 365 օր գաղափարը դնել գրքի մեջ ամենասկզբում հենց այդ մտքերն էր որ reminder-ով այո ներկայացումը, հետո ստացավ ամեն օրը իր անունը, իր պատմությունը, իր գործողությունը, իր փոփոխությունները ու դարձավ լիարժեք գիրք։ Այո, խորհրդատու տարբերակ դա եւ շատերի համար եւ քանի որ ինքը 365 օրվա մասին է, ես առաջարկում եմ, քանի որ սա տարվա դեկտեմբերի 6-ը 340-րդ օրն է, ես 3 հաշվել եմ հատուկ, որպեսզի դուք ընթերցեք, թե օրվա ինչ խորհուրդ ունի դեկտեմբերի 6-ը եւ ինչ է այդտեղ գրառված։ Հետաքրքիր էր։ Օր 340 օրվա անունն է ռիսկային mindset։ Բայց գաղափարը շատ հետաքրքիր է։ Չկա ռիսկ, չկա պարգև։ Եվ կուզենամ նաև իր պատմությունը կարդալ, ամենամեծ պարգևները թաքնված են ամենամեծ ռիսկերի հետևում։ Ու շարունակությունը արդեն հետագայում կկարդաք, գործողությունը ինչ ռիսկից է խուսափում եւ ինչու է խուսափում այդ ռիսկերից, որպեսզի
ջրմղենք գործողության, հա, եւ վերջում գրանցիր այն ռիսկը, որը պատրաստ ես ընդունելու մեծ պարգևի դիմաց։ Դա ամեն օր պլանն է ընթերցողի գրքի սեփականատիրոջ, որովհետև իսկապես ճիշտ նշեցիք, դա ուղեցույց է, սա անկեր է, սա ճանապարհային քարտեզ է ամենօրյա։ Ու սա գիրք չէ, որ կարդանք ու ավարտենք։ Այո, կարելի է անընդհատ վերհիշել, վերընթերցել։ Ամեն օր մեկ օր անցնում ենք։ Ընտիր եւ կարելի է յուրաքանչյուր տարի կարդալ, որովհետեւ ցանկացած խորհուրդ շատ կարեւոր է։ Պլաններում հավանաբար յուրաքանչյուր 2-3 տարին մեկ անգամ թարմացնել, որովհետև այդ ստորիները, որ ասում եմ, իրանք շարունակվում են ու նոր մտքեր են ձևավորվում, պես որ հնարավոր է։ Շատ հնարավոր է, տեսնենք, կարելի է մի 2 տարի հետո դարձյալ հանդիպել եւ արդեն հաջորդ գրքից խոսել։ Եվ գրքում մեկ միտք, մեկ պատմություն ու մեկ գործողություն, որը միտված է մարդուն տանել գործնական քայլի։ Ինչ այլ հիմնական նպատակներ են հետապնդել գրքի գրման ընթացքում, նպատակը մարդուն տանելն է գործողության, որը որ կարևոր է, որը որ առանցքային է ենթադրենք ռիսկի դիմել, որովհետև ռիսկը գործի կեսն է, ինչպես որ շատերն են ասում, ուզում եմ հիմնական նպատակներին անդրադառնանք։ Իհարկե տարածված խոսք կա, որ ռիսկը գործի կեսն է, ես այլ մոտեցում ունեմ, որը ասեցի, չկա ռիսկ, չկա պարգև, ոչ կես, ոչ բան, ամբողջական, գնում ես ռիսկից, ստանում ես պարգև, չես գնում, չես ստանում դա, հա։ Ինչ վերաբերում է կառուցվածքին, իրականում վերջի վերջո ես ամեն ինչը տանում եմ փոփոխության։ Այսինքն օրվա վերջում ինչ որ մի փոփոխություն լինի, նոր ընկեր, նոր ծանոթ, նոր գիրք, նոր գաղափար, նոր գործողություն, նոր հնարավորություն։ Ամեն օրվա վերջում պետք է յուրաքանչյուր մարդ այդ նորը ունենա։ Եթե այդ օրը անցնում է ինչպես նախորդ օրերը, առանց որևիցե փոփոխության, դա նշանակում է ինչ որ մի բան այն չէ, այդ միտքն էլ այստեղ կա, չկա փոփոխություն, նշանակում է ինչ որ մի բան այն չէ։ Այդ փոփոխությունները անընդհատ պետք է լինեն, որովհետև փոփոխությունը միակ կայուն բանը աշխարհում դա փոփոխությունն է։ Փոփոխությունները տանում են կայունության, տանում են կյանքի որակի բարելավման, տանում են ավելի մեծ շրջապատ ունենալուն։ Այդ փոփոխությունները այսօր անհրաժեշտ են։ Չարժե, չի կարելի, պետք չէ, ես չեմ սիրում չտառը, ու այդպեսի հոդված ունեմ չտառի չարիքը, այլ որ ասում եմ հայկական այդ բենից հանենք չտառը, կես կատակ, կես լուրջ, բայց կատակի կեսը միշտ էլ լուրջ ալին է, որովհետև այդ որ ասում ենք չկա, չեմ կարող, հնարավոր չի, տարբերակ չկա եւ այլն, դրանք մեզ խոչընդոտում են ամեն ինչը։ Իսկ գուցե մտածենք, իսկ ինչ տարբերակներ կան, ինչ հնարավորություններ կան, որովհետև եթե մաթեմատիկը, ես առաջին կրթությամբ մաթեմատիկ եմ, մաթեմատիկայի լեզվով խոսենք, մուտքային տվյալները, երբ որ չն դուրը փակում է։ Ինչքան էլ շատերը մտածեն, տեսական է, այդպես չի, կյանքից վերցած չի, բայց փաստը մնում է փաստ, որ դա այդպես է։ Ու ես գրքով ուզեցել եմ դա ցույց տամ կարգապահություն, ցույց տամ հետևողականություն ու ցույց տամ, որ կարգապահ եւ հետևողական քայլերով կլինի շատ մեծ էֆեկտ, փոքրիկ քայլերով, ինչպես փոքրիկ իշխան, չէ՞։ Փոքրիկ քայլերով մեծ երազանքների նպատակների կարելի է հասնել։ Շատ ընտիր է, ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ զրույցից կարելի է սկսել առավոտը, եթե ոչ այսպեսին, որովհետև այսպես մոտիվացվում եմ, նաև ես եւ կարծում եմ նաև մեր հեռուստադիտողն է շատ մոտիվացվում այս խոսքերից։ Հետաքրքիր է, պարոն Գևորգյան, այն սթորիները, պատմությունները, որոնք որ ներկայացված են, որքանով են ձեր կյանքից քաղած դասերն արձանագրվել եւ որքանով են դրանք իրական։ Այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենասիրածս հարցերից մեկը իրականում մեծ մասը վերցված է նաև իմ կյանքից եւ իմ ընկերներից, իմ շրջապատից, որովհետեւ սովորաբար այսպեսի խոսք կա, շատերը ասում են, դե գրքերում ամեն ինչ տեսական է, հաշվի չեն առնում, որ գրքերում գրվածը դա փորձի կուտակում է, տարբեր մարդկանց փորձեր համադրվել են եւ կուտակվել են այդ գրքում, հետո նորից տարածվում են մնացածի միջև։ Նույնն էլ այստեղ է, իմ կյանքի օրինակները շատ են, իմ մտքերը շատ են, որ ասում եմ բարելավման տարբերակ կա, ինչու չբարելավել։ Իմ միտքս, եթե կա ինչու լինել լավագույններից մեկը, եթե կարող ես լինել լավագույնը։ Դրա համար ինչ է պետք։ Ուղղակի գործողություն։ Հիմա այս գրքի օրինակը բերեմ։ Առաջին գիրքը քո սեփական բիզնեսը Հայաստանում 2017 թվականին հրատարակվեց 1 լեզվով։ Այո։ 2021 թվականին 1 րոպե անց գիրքը որոշեցի 2 լեզվով։ Եվ հիմա եռալեզու տարբերակ ունի։ Հիմա 3 լեզվով։ Ինչ եմ ուզում ասել, առաջընթացը միշտ պետք է լինի, որպեսզի կարողանանք մեզ շատ ավելի, ինչ ասեմ, շատ ավելի մեծ
տարածում ապահովել, շատ ավելի մեծ շրջապատ ունենալ, շատ ավելի մեծ թվով մարդկանց հետ շփվել, որովհետև մարդկանց հետ շփվելը ինչը գաղափարներ ես վերցնում ու տալիս ես։ Իսկ գաղափարը միակ բանն է, որ կիսվելուց շատանում է։ Եվ քանի որ 365 օրվա մասին է, ինձ հետաքրքիր է կամաց տարեվերջին ենք մոտենում, որն է գրքի տարեվերջյան եզրահանգումը եւ որն է փակումը, որով կարելի է գիրքը փակել, բայց նորից բացելու նպատակով։ Այո, գրքի շապիկի հետնամասում է դա գրված, ահա եւ վերջ։ Այո։ Այո, 1 տարին ավարտվեց։ Ու այստեղ իհարկե շատ գեղեցիկ մոտիվացիոն մտքեր են գրված, թե ինչու ահա եւ վերջ, բայց վերջ առաջին սերիայի, ինչպես ասում են, որովհետեւ ես ավելին քան համոզված եմ եւ դա իմ վրա եմ փորձարկում եւ փորձարկել եւ շարունակելու եմ փորձարկել։ Եթե 365 օրից գոնե 50%-ը գոնե մասամբ իրականացվի, տարվա վերջում կասենք ահա եւ վերջ առաջին սերիայի ու սովորաբար ինձ համար վերջը դա սկիզբն է։ Այո, պարտադիր, որովհետեւ եթե դու սպասում ես ինչ-որ բան վերջանա, այդտեղ ամեն ինչ դադար է առնում։ Պետք է սպասես այդ վերջին, որպեսզի փակես այդ դուռը ու բացես մնացած բոլոր դռները, որոնք ընդհանրապես չեմ հիշում ում հետ ենք զրուցում այդ մասին, այդ միտքը ծագեց, որ ասեց բախտը երբեք չի թակում քնած մարդու դուռը։ Ինչա դա նշանակի, եթե մարդ ամեն օր իր նույն գործողություններն է անում, ես ունեմ, ասենք, մեր պատշգամբից, որ նայում եմ կամ փողոցում հանդիպում եմ, մարդու մասին բազմիցս անգամ խոսել եմ, մի հատ մարդ, որը 20 տարի նույն ճանապարհով գնում է ու գալիս է աշխատանք, ինչ որ բանկի աշխատակից է, իր կյանքում ոչինչ չի փոխվում, հա, միգուցե ինքը գոհ է, բայց իր դեմքից չի երևում, մի անգամից ասեմ, չի երևում դա։ Ինչ եմ ուզում ասել, այդ փոփոխությունները ամեն օր պատկերացրեք, ինչպես ասեցի, մեկ նոր բան ավելանա այսօր օրվա վերջում։ Այո, շատ հետաքրքիր է եւ քանի որ փոփոխությունները գրքից էլ պարզ է, որ պարտադիր են մարդու փոփոխության համար, ինչպիսի մարդ է դառնում 365 օր մեկ գործողություն կատարած, մեկ սթորի կարդացած մարդը։ Եվ ինչպես է ակնկալում, որ նա պիտի փոխվի։ Դառնում է փոխված մարդ, ադապտացված իրավիճակին, շատ ավելի մեծ շրջապատ ունեցող, շատ ավելի լայն մտահորիզոն ունեցող, շատ ավելի լայն հորիզոնը շատ ավելի հեռուն տեսնող։ Ես մի հոլանդացի գործընկեր ունեմ, ում հետ զրուցում էինք գործարարների մենթալիտետի հետ կապված, թե ինչ տարբերություններ կան։ Ես իրան զարմացած ասում եմ, ինչու են հոլանդացիները այդքան փոքր ազգ լինելով աշխարհի 25%-ը գրավել են միջին դարերում, ընդամենը 1 միլիոն են եղել։ Գրավել են 25%-ը, ու երկարաժամկետ մտածող են, պատասխանը զարմացրեց ինձ, ասեց, քանի որ մեր երկիրը հարթ է, մեր հորիզոնը շատ հեռու է, ու մենք շատ բան ենք տեսնում մինչև հորիզոն։ Ու ես մտածեցի, Աստված իմ, մեր դիմաց էլ սար է։ Մեր լեռնային երկրում ինչպես է հնարավոր դա կատարել։ Հնարավոր է, եթե սարը բարձրանաս։ Այո։ Թե սարը բարձրանաս, այսինքն եթե մնաս ներքևում կամ բարձրանալուց փոշմանես իջնես, շատ քիչ բանի կհասնես։ Իսկ սար բարձրացողները, ովքեր ճանապարհ են ասում, իրանց արդեն հորիզոնները իրանց համար անսահման են, ամբողջ երկրագունդը կարելի է տեսնել։ Այո, այսինքն ստացվում է որևէ խոչընդոտ չկա եւ այդ թվացial խոչընդոտները կարելի է հեշտությամբ հաղթահարել։ Մտքում են այդ խոչընդոտները, ծեծված խոսքա, դա ես չեմ ասում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ իսկապես հասկացել են, որ մտքում է, ես որոշել եմ ու պետք է անեմ, կամ տարբերակ չկա։ Այս երկրում ոչինչ հնարավոր չէ։ Դե մարդիկ նախանձ են, չեն թողում, հնարավորություններ չկա։ Բիզնես եմ ուզում սկսեմ, ոչ մեկ փող չի տալիս, ով պետք է տա։ Դու պետք է փնտրես, ոչ թե տան, հա, այդ գաղափարն է ընդհանրապես, այսինքն ամեն փոփոխությունները ռեալ գրքում են, հիմա այդ փոփոխությունները, որ գրքում են, որպեսզի հիպոթետիկ տեսական չհնչի, ես վերածել եմ նյութականի, կոնկրետ բառերի, արտահայտությունների եւ կոնկրետ փոփոխությունների։ Որոնք կարելի է իրագործել, որտեղ կարելի է գտնել գիրքը, որտեղ է վաճառվելու եւ քանի որ եռալեզու է, ես ենթադրում եմ, որ այն on-line տարբերակով էլ վաճառքի կհանվի։ Մի փոքր խոսենք նաեւ դրա մասին։ Շատ լավ։ Ուրեմն գիրքը միանգամից 3 լեզվով է հրատարակվել Հայաստանի անկախ պատմության ընթացքում առաջին անգամն է, որ հայ հեղինակի գիրքը, որը միջազգային ոլորտում հայտնի չէ, հայ հեղինակի գիրքը միանգամից նույն օրը 3 լեզվով է
ուրեմն հրապարակվել։ Իր շնորհիվ իմ շատ լավ գործընկեր գրքի հրատարակիչ Corporate Library ընկերության, որ ուզում եմ ողջունեմ նաև Շավարժ Կարապետյանին եւ Արեգ Կարապետյանին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի այս գիրքը նույն օրը լույս տեսնի 3 լեզվով։ Ուրեմն հայերեն օրինակը հասանելի է Հայաստանի ամենա բոլոր գրախանութներում, նույնիսկ փորձել են կարծրատիպեր կոտրել ու մուտք գործել նաև ոչ գրախանութային տարածքներ, մանրածախ տարբեր ոլորտներ, նույնիսկ սուպերմարկետների ցանցերում կլինեն, սրճարանների ցանցերում կլինեն, դա պետք է դա լինի հասանելի, հա։ Հայերեն տարբերակը նաև հասանելի է ԱՊՀ երկրների համար Wildberries-ի միջոցով։ Ռուսերեն տարբերակը Wildberries-ի միջոցով հասանելի է on-line ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում, իսկ անգլերենը ամբողջ աշխարհում Amazon-ի միջոցով։ Ու արդեն պատվերներ կան, արդեն մարդիկ ստացել են գիրքը, մեկ շաբաթ առաջ հրատարակվել է, մենք այդ մասին ասենք, ստացել են, սկսում են կարդալ, սկսում են սթորիներ դնել, 2 հոգի իմ ընկերներից կան, ովքեր ամեն օրը դնում են արդեն։ Ձեր օրինակին են հետևում եւ ամեն օր պարտաճանաչ, այո։ Ու չեն հետևում, որպեսզի չեն սկսում տարին հունվարի 1-ից անեն դա։ Դա էլ է մտածելակերպ։ Վաղը կսկսեմ անգլերեն սովորել, մյուս օրը կսկսեմ մարզվել, 3 օրից կսկսեմ դիետա պահել, 4 օրից կսկսեմ սա անել, չէ, հենց այսօր, հենց հիմա դուրս են գալիս ու սկսում ենք օր առաջին։ Դրա մասին է նաև այս գիրքը։ Այո, մենք ճիշտ է մեր զրույցի ընթացքում անդրադարձանք 340-րդ էջին, բայց թեկուզ եթե գիրքը ես ցանկանամ կարդալ, հենց ինձ համար այսօր կարող է դառնալ տարվա առաջին օրը եւ տարվա առաջին էջով էլ բացումը կատարել, պարտադիր չէ սպասել հունվարի 1-ին կամ որևէ այսպես ամեն երկուշաբթին ամեն շաբաթվա սկզբին։ Երբ որ սպասում ես ինչ-որ բանի, ժամանակը անցնում է ու երբ որ այդ ինչ-որ բանը այդ սպասված օրը գալիս է, ինքը արդեն ուշանում է։ Որովհետև երբ որ քո մտքում ծագում է այդ գաղափարը, դու պետք է այդ պահին էլ հենց իրագործես։ Այս գրքի 365 օրը դասավորացությունը բացարձակ ոչ մի նշանակություն չունի, պատահական կերպով եմ իրենց դասավորել, միայն առաջին օրն է, որ որոշել եմ առաջին օրը հենց դնեմ ինքնաճանաչման mindset, այսինքն ինքնաճանաչման մտածելակերպ, որի գաղափարը ավելի գրավիչ մարտահրավեր չկա, քան ինքդ քեզ ավելի լավ ճանաչելը։ Պարտադիր ուզում եմ հենց այս մտքով այս օրով սկսվի, ուսի մարդ պետք է իրեն կարողանա ճանաչի, ու այստեղ ճանաչելու նպատակը ոչ միայն իրեն օգուտ տալն է, այլ նաև մնացածին օգուտ տալը, որովհետև մարդը սոցիալական էակ է, միայնակ, ինչպես իմ լավ գործընկեր Վահագն Դիլբարյանն է ասում, միայնակ հաջողության չեն հասնում։ Շատ հետաքրքիր է, եւ քանի որ գրքի լույս տեսմանն անցել է ընդամենը 1 շաբաթ, ես կարծում եմ, որ մի քանի գրքերի հեղինակ եք, նոր մտքեր հաստատ կան, մանավանդ եթե դուք այսպես մոտիվացված եք այն գործողությունների շուրջ, որն անում եք, կան հետագա պլաններ նոր գրքերի հետ կապված, նոր մտքեր, որ դարձյալ պիտի հեղինակ դառնաք։ 2 գրքի արդեն գաղափար կա, ընդ որում մեկի վրա սկսել էի աշխատել, շատ ֆունդամենտալ գիրք է հայ գործարարի կերպարի մասին, բայց 6 ամիս անց հասկացա, որ ինչքան խորքային մոտեցում է պետք այդ գրքին ցուցաբերել, աշխատանքները դադարեցրեցի մի պահ պաուզա, որովհետև ինձ անհրաժեշտ էր ֆոկուս, ուշադրություն, կենտրոնացում, որի մասին այս գրքում շատ կա գրված, այդ կենտրոնացման մասին։ Այո։ Ու այդ մի պահ պաուզա տվեցի ու սկսեցի իր վրա աշխատել արդեն։ Հունվարից սկսել եմ այդ գրքի վրա աշխատել ու իմ լավ ընկեր Հասմիկ Ավագյանը վերջերս մի քանի օր առաջ գրառում էր արել Facebook-ում ու ինձ մարտահրավեր էր նետել, որ առաջարկում եմ 4 տարին 1 գիրք հրատարակելը, այդպես է ստացվել ցիկլը, 4 տարին 1, 2017, 21 եւ հիմա 25։ Ոչ մի միտում չկա, ուղղակի երևի, հա, ցիկլը առաջարկում է կոտրել այդ ցիկլը։ Ես էլ մարտահրավերը ընդունեցի, միգուցե ավելի շուտ լինի, հնարավոր է, բայց հունվարից այդ գրքի վրա սկսելու եմ շատ ավելի ինտենսիվ աշխատել եւ մեկ ուրիշ գրքի գաղափար էլ կա, դեռ չեմ ուզում շատ այդ մասին խոսել, բայց հնարավոր է դա էլ, ասենք 1-2 տարվա ընթացքում հաջորդ արդեն հիմա 25, հա, բարեբախտաբար դեռ 2025-ն է։ Այո, օրեր անց։ Այո, օրեր անց կլինի 2026, 2027-ն էլ մեկ այլ գրքի գաղափար կա,
բայց գրքերի գաղափարը ինչու՞ն է, որ զբաղվել եմ, ամենակարևոր կետն է դա, հա, որ լինելով գործարար, լինելով բիզնես խորհրդատու, ներդրումային փորձագետ, սակայն թե բիզնեսի մասին, թե ոչ բիզնեսային թեմաների մասին գրում եմ, որովհետև կրկին խոսքը վերաբերում է գործողությանը, փոփոխությունը ընդունելու։ Խոսքը վերաբերում է, որ մտքի մեջ փոխվի հետևյալը. ես ունեմ գաղափար, դա այս պահին առ ոչինչ է։ Գաղափարը դառնում է նյութական, երբ որ գործողություն ես գնում։ Իսկ հայերով մենք շատ գաղափարակիր ենք, բազմոցին պարկած 1 միլիոն գաղափար կծնվի, բայց հենց բազմոցից բարձրանում ենք, սկսվում է մեր առօրյա, այո, ամեն դեպքում ավարտենք զրույցային լավ խոսքով, որ ցանկացած ոլորտում առանց բացառության պետք են ոչ միայն մտքեր, այլ այդ մտքերին հետևող ուղեկցող գործողություններ։ Եվ միայն այդ դեպքում օրվա քո ռիթմը, ինչպես որ գրքի վերնագիրն է, մի մասն է, հենց հետ կվերադառնա այն փայլը, որը որ կա։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, ես անչափ մոտիվացվեցի, պարոն Գևորգյան, եւ կարծում եմ մեր հեռուստադիտողներ այս խոսքերից մոտիվացվեց։ 2029-ն էլ ֆիքսում եմ, որ անպայման տոնենք մյուս գրքի լույս տեսնումը, որովհետեւ 4 տարի անց պիտի պարտադիր լինի նաև հաջորդ գիրքը։ Սա արդեն երկրորդ մարտահրավեր ուղիղ եթերով, այո։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ տաղավարում էր բիզնեսների աջակցման կենտրոնի հիմնադիր, գործարար, գրքերի հեղինակ Սամվել Գևորգյանը։ Մենք կարճ դադարից հետո դարձյալ տաղավարում ենք ուղիղ եթերով։